Ներկայացեք խնդրեմ։ Պայստազորի փոխգնդապետ, համայնքական շարժման կուսակցության անդամ Ահարոն Ապիկյան։ Կասեք ձեր կարծիքով մայիսի 28-ը որքանով է կարևոր հայ ժողովրդի պատմական հիշողության համար։ Ոչ թե կարծիքով, այլ բոլորից նորացինից մինչև ամենամեծը պետք է մայիսյան հաղթանակներով ոգևորված մնանք։ Մայիսի 28-ը մեր հայոց պատմության ամենակարգառուն ու ամենակարևոր հաղթանակն է եղել։ Մեր առաջին հանրապետության հաղթանակի հիմքն է եղել։ Պատկերացնում եք, Եղեռնից 3 տարի հետո ունեցել ենք ընկճված հասարակություն, ընկճված ժողովուրդ, կործանված ժողովուրդ, ու միանգամից ոգևորված պաշտպանություն, հզոր հաղթանակ։ Ու Սարդարապատը պետք է լինի մեր հասարակության միասնության խորհուրդը։ Սարդարապատի հուշարձանով ու Սարդարապատը այցելելով իր ոգին պետք է սփռի ողջ հայության հասարակության ու սփյուռքին։ Բոլորին պետք է համախմբվի Սարդարապատը։ Այն զանգերի ղողանջով 7 օր 7 գիշեր ղողանջելով համախմբել են ու պաշտպանություն են կազմակերպել ու փրկել են մեր երկրի ամենակարևոր հատվածները, այդ ոգին պետք է այսօր էլ սփռվի։ Ամենակարևորն է այդ ոգով միասնություն ստեղծենք, միասնական ուժով, համահայկական շարժման ոգով բոլորը միասին հաղթանակ կերտենք։ Ճիշտ է, պարտություններ ենք ունեցել, ճիշտ է, ընկճվածություն ունենք, ճիշտ է, խոնարհված կարգավիճակում ենք, բայց դա մեզ ոչինչ չի ասում։ Մեզ պետք է համախմբվել եւ բարձրանալ այն բարձունքին, որտեղ որ մենք ունեցել ենք հաղթանակներ։ Մենք ամբողջ աշխարհում ներկայացուցիչներ ենք ունեցել ու պատմության մեջ զավակներ ենք ունեցել, որ այլ երկրների համար են հաղթանակներ ու մարտեր մղել։ Իսկ մեր միասնությունով մեր երկիրը պետք է պաշտպանենք ու մեր ժողովուրդը ապահով լինի մեր պաշտպանությամբ ու մեր բանակի հզորությամբ։